Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, եւ ես իհարկե ուրախ եմ, որ մեր մոտ աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաև այդ առավելությունը այս երևույթի պատճառով է, որ տղաների անբնական պասիվության քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է, եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք էլի քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք։ Ոնց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը, սկսած եւ ընդհանրապես հանրային կյանքին էլ, այս տրամաբանությունն էլ է շատ կարեւոր։ Ես օրինակ երկար ժամանակ, հիմա իհարկե համոզված եմ նախարարության ջանքերով, երկար ժամանակ, երբ որ մենք ամենապարզ օրինակն եմ բերում, երբ որ մենք քաղաքականություն որդեգրեցինք, որ օրինակ գնում ենք դպրոցների բացման եւ այլն, ասենք որ ինչի պետք է ինչ-որ պատահական կիսաանվորակ YouTube-ներից ստանդարտից դուրս պետական օրներգի ձայնագրություն միացնենք, երեխաները թող երգեն։ Եվ 1, 2, 3, 4 ես նկատում եմ, որ երգչախմբում միայն աղջիկներ են։ Ինչն է սրա պատճառը։ Որովհետև երգչախմբում երգելը, հասկանում եք, դե ոնց երգչախմբում երգել, այստեղից սկսվում է երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք, ու սկսվում է դեգրադացիան։ Այդ հետո իր հետ գնում է բանակ։ Այդ հետո արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում, չասենք, որ ձևերում հերթական անգամ բան չենք, մազոխիստ չենք, մենք եկեք մեզ ինքներս չխոցենք։ Ու տենց շարունակ, բայց ես ինչի համար եմ սա ասում։ Ժորժ ջան, պետք է առերեսվել այս պրոբլեմի հետ։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է։ Եվ ես կարծում եմ, որ մենք այս քաղաքական, ես չգիտեմ, գենդերային քաղաքականության մեջ է ենթավերնագիր, թե դա լրիվ առանձին ուղղություն է եւ առանձին ենթաթեմա է, մենք սրա մասին պետք է մտածենք, որտեղ սա մեր անվտանգության բոլոր իմաստներով մեր անվտանգության կարևորագույն հարց է։ Այս առաջին խումբ դիտարկումը, որ անում ենք։ Երկրորդը ակտիվացումը, այդ թվում կանանց ակտիվացումը կարևոր է նաև մեր տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման ճանապարհին, որովհետև այսօր գոնե էլի վիզուալ տպավորությամբ բազմաթիվ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում կապրեին, չեմ ասում բացարձակ պայմաններում, բայց ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այս խնդիրները կան մարզերում, բայց գիտեք ինչ, մենք այդտեղ ենք շփոթվում եւ մենք ինքներս մեզ մոլորության մեջ ենք գցում, երբ որ մենք ասում ենք այ մարզերում այդ խնդիրը կա, ոչ այդ խնդիրը կա նաեւ Երևանում, Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում եւ ամենուր այդ խնդիրը կա Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այս ամենով հանդերձ եւս մի հարց կա, որ իմ կարծիքով մենք բավարար չափով չենք հետազոտում եւ գոնե թե այստեղ մեզ պետք են պատասխաններ։ Իմ կարծիքով մենք հարցը չենք ձևակերպել եւ պատասխաններ չենք ստացել։ Իսկ հարցը հետեւյալն է. կանանց տնտեսական եւ ակտիվացումը, ընդհանրապես այս քաղաքականությունը, կանանց ավելի մեծ ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այս մեր քաղաքականությունը ինչ ազդեցություն է ունենում մեր ժողովրդագրական իրադրության վրա եւ արդյոք մենք այդտեղ խնդիրներ ունենք, ակնհայտ է, որ այդ խնդիրներ ունենք, բայց իմ հարցը հետեւյալն է եւ ես հիմա չէ որ պատասխան եմ ակնկալում, կամ եթե ունենք պատասխանը, շատ լավ, եթե չունենք, եկեք գնանք այս հարցին էլ այս հարցին էլ պատասխանենք, որովհետեւ այդ հարցը իրոք կա եւ այդ հարցը հասցեագրվելու եւ պատասխան ունենալու կարիք ունի։ Այսինքն իսկ հարցը հետեւյալն է. ինչքանով են կանայք, ովքեր
ակտիվ են տնտեսության մեջ, աշխատում են եւ այլն, ինչքանով են ավել կամ պակաս հակված երեխա ունենալ։ Շատ ուղիղ հարց է։ Իհարկե մենք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիր ենք իրականացնում, այդտեղ որոշակիորեն բալանսավորելու համար հնարավոր խոչընդոտները երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար դայակների ծրագիր ունեինք եւ այլն, բայց այս հարցը նույնպես մի շատ կարեւոր է, որ մենք այսօրվա մեր քաղաքականությունների առնչության վերաբերյալ պատասխան ունենանք եւ եթե այդ պատասխանը մեզ չի բավարարում, նաեւ հասկանանք այս ուղղությամբ ինչ լրացուցիչ ջանքեր ունենք գործադրելու։